Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի ապրիլ ամսվա տարու կանխատեսումը խեցգետին նշանի համար։ Սիրելի խեցգետիններ, ինչպես միշտ 5-ական քարտով կարևոր իրադարձությունները կնայենք, այնուհետև 1-ական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը իրենց կյանքում կզգան, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում, քանի որ այս տարու կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարու կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Միայն այնտեղ կարող եք գրել։ Այսպիսով, սիրելի ընկերներ, անցնենք մեր տարու կանխատեսմանը։ Ամիսը, սիրելի ընկերներ, ձեզ համար կսկսվի որևէ տղամարդու ներգործությամբ ձեր կյանք, այդ տղամարդը ծնված կլինի հողի տարերքի ներքո, դա է ցուլ, կույս կամ այծեղջյուր, ինչ որ առումով նա դեր է ունենալու ձեր կյանքում։ Կարող է լինել թե նոր ծանոթություն, նոր ընկեր, գործընկեր, կամ կարող է լինել ձեր շրջապատից, ձեր ծանոթներից որևիցե մեկը։ Թե հենց կոնկրետ ինչ ազդեցություն կլինի, ամեն մեկը մի ձև է զգալու, բայց անպայման այս տղամարդը դեր ունենալու է։ Ամսվա սկզբին գերհոգնածություն գուցե ունենաք, գլխացավեր կարող են լինել, դուք ձեր ուզածին կհասնեք, ինչ պլաններ որ ունեք այս ժամանակահատվածի հետ կապված, ձեզ մոտ կստացվի, ուղղակի կարծես մի փոքր կհոգնեք այդ ամենից։ Շատերին հանդիպում է սպասվում, հանդիպում կամ համագործակցություն, ինչ որ փաստաթղթի ստորագրում, այս հանդիպումը կարող է լինել թե սիրային, թե գործնական, բնականաբար ամեն մեկը մի ձևով կզգա այն, բայց որ կլինի ինչ որ հանդիպում, համագործակցություն, դա հաստատ։ Ձեզ մեծ հաջողություն է սպասվում, սիրելի ընկերներ, ամեն մեկը մի ձևով այն կզգա, մեկի մոտ կարիերայում աճ կլինի, մյուսի մոտ երեխա կծնվի կամ երեխայի լուր կիմանաք, կամ հայտնություն կունենա, կամ ուղղակի կունենաք հիանալի ինքնազգացողություն, եթե առողջական խնդիրներ կար, ապա հնարավոր է ապաքինվեք։ Մի խոսքով, այսպես շատ լավ դրական քարտ է ձեզ համար դուրս եկել և մեծ հաջողություն ձեզ կբերի որևէ ոլորտում։ Ինչ որ գործարք կլինի, արք ու վաճառք կարող է լինել, կարող է ինչ որ փաստաթղթի ստորագրում լինել, համենայն դեպս ինչի տակ որ ստորագրեք, շատ զգույշ եղեք, լավ ուշադիր կարդացեք, մանրամասն կարդացեք, որպեսզի հետագայում խնդրի առաջ չկանգնեք, հատկապես որ Մերկուրի մոլորակը հետընթաց է գտնվելու մինչև ապրիլի 7-ը և մինչև մի շաբաթ ավել հնարավոր է իր ազդեցությունը ունենա, այնպես որ սիրելի ընկերներ, ցանկացած բան ստորագրելիս լավ եղեք զգույշ, տար առ ամեն ինչ լավ ուսումնասիրեք։ Այժմ անցնենք նորալուսնի և լիալուսնի հետ կապված, առաջինը լիալուսին ենք ունենալու ամսի 13-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այստեղ հենց այն քարտն է դուրս եկել, որ ես նշեցի, իսկ երբ երկու տարբեր քարտերից նույնն է դուրս գալիս, էլ ավելի է ուժեղացնում այդ էներգիան և բնականաբար ավելի շատ ենք զգալու։ Այստեղ կրկին ինչ որ հանդիպում կամ համագործակցություն, թե որը կլինի ձեր կյանքում, արդեն մի ձևով կզգաք, բայց դա արդեն վերջնակետ կլինի կարծես ձեզ համար, վերջնական որոշում։ Գուցե օրինակ, ովքեր հանդիպում էին, որոշեն նշանվել, կամ ովքեր նշանվում էին, որոշեն ամուսնանալ, նման ինչ որ հարցեր կարող են լինել։ Այս լիալուսինը, սիրելի ընկերներ, լինելու է կշեռք նշանում, իսկ դա, սիրելի խեցգետիներ, ձեր 4-րդ տունն է համարվում, այսինքն հնարավոր է ըստ այս քարտերի արք ու վաճառքի թեմա լինի, անշարժ գույքի հետ կապված։ Հնարավոր է օրինակ ձեր որդին կամ դուստրը ամուսնանա, ընտանիքի անդամներին կարող է այսինքն վերաբերել այս ոչ միայն ձեզ, այլ նաև ընտանիքի անդամներին, մի խոսքով գուցե ինչ որ տարածք ունեք, վարձով եք տալիս կամ վաճառում եք, այդ փաստաթուղթը կարող է ստորագրվել, նման ինչ որ հարցեր կարող են լինել։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի հիմա ասեմ 27-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այս ժամանակահատվածում ինչ որ բան ձեր ուզածով չի լինի, ձեր պատկերացրած ձևով չի գնա։ Այս նորալուսինը լինելու է ցուլ նշանում, իսկ դա, սիրելի խեցգետիններ, համարվում է ձեր 11-րդ տունը, 11-րդ տունը դա մեր ընկերներն են, սոցհարթակներն են, մեր երազանքները, նպատակներն են, ավելի շատ երազանքներն են, այստեղ կարծես ինչ որ բան ձեզ դուր չի գա, ինչ որ բանից գուցե նեղ սրտեք, բայց պետք է մտածեք ու իմանաք, կարող է ինչ որ նորություն ստանաք ձեր ընկերների մասին եւ այլն։ Կարևոր է որ չկենտրոնանաք նրա վրա, ինչը որ չստացվեց, քանի որ այլ տարբերակներ եւս կան, որպեսզի դուք հասնեք ձեր ուզածին։ Այսքանը, սիրելի խեցգետիններ, ապրիլ ամսվա հետ կապված, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։